Լիազորությունների սահմանագծին հասած խորհրդարանի նիստին ներկա են միայն իշխանականներն ու անկախ պատգամավորները։ Ընդդիմությունը բոյկոտել է Նիկոլ Փաշինյանի կառավարության բյուջեի հաշվետվության քննարկումը։ Քանի որ մենք եւ մեր ընդդիմությունն ենք, եւ մեր իշխանությունն ենք, բոլորի դերը տանում ենք, ստանձնում ենք, քանի որ իրենք բացակայ են։ Առողջության համընդհանուր ապահովագրության փողերը վերջացել են, ԿՊԱ-ական Զարուհի Բաթոյանը առողջապահության նախարարից է հետաքրքրվում։ Սա այն խնդիրն է, որի մասին վերջին օրերին հենց ընդդիմադիրներն էին բարձրաձայնում։ Հատկապես մենք պահուստային ֆոնդից ենք գումարներ վերցրել ապահովագրության համար։ Կուզեի անդրադառնալ այդ տեղեկությանը։ Ունեցանք պետպատվերի վերաբաշխում, որովհետև շատ ավելի մեծ թվով փոխպատվաստումներ էինք իրականացրել։ Եվ սա էլ էս լուրն էլ փորձեցին ներկայացնել, որ վայ, տեսեք, վերջացավ, մենք մեր կանխատեսումների ծախսային մասով շրջանակներում ենք։ Այս ընթացքում ընդդիմությունից պատիվ ունեմ խմբակցության падգամավոր Թագուհի Թովմասյանն է գալիս դահլիճ։ Հարցը դարձյալ առողջապահության նախարարին է ուղղում։ Ինչպես է ստացվում, որ Ավանեսյանը վարդենիսցիների հետ հանդիպմանը հայտարարում է, թե իրենց նոր բուժկենտրոնն արդեն կառուցվում է, բայց քաղաքի եւ ոչ մի հատվածում շինաշխատանքներ չկան։ Հարցնում է ընդդիմադիր падգամավորը։ Ես նաև ձեզանից գրավոր պարզաբանում պահանջեցի, թե որտեղ է կառուցվում, ու պարզվեց, որ դեռ փաստաթղթային փուլում է եւ կան իրավական որոշակի գործողություններ մինչեւ շինարարության ընթացքը։ Ես ուզում եմ դուք ազգային ժողովի բարձր ամբիոնից վերջնականապես հստակ ասեք ժամկետներ, երբ է կառուցվելու Վարդենիսի հիվանդանոցը, որի մեջ կլինի դիահերձարան եւ որի հարցը այդքան սուր կա ազգաբնակչության շրջանում եւ որը չի շրջանցվում որևէ տեսակի հանդիպում կլինի իշխանության ներկայացուցիչների հետ թե ընդդիմության։ Ես ասել եմ, որ Վարդենիսի բժշկական կենտրոնը վերանորոգվում է եւ այն արդեն իսկ ամփոփման շրջանում է։ Ես ասել եմ, որ Վարդենիսի բժշկական նոր կենտրոնի նախագիծը արդեն իսկ հրապարակված է եւ ես ասել եմ, որ նոր կառուցվող բժշկական կենտրոնում կլինի նաեւ այդ ծառայությունը։ Սա է իրականությունը։ Թովմասյանի արձագանքից հետո սակայն պարզվում է, որ Անահիտ Ավանեսյանը վարդենիսցիներին ասել է, որ նոր բուժկենտրոնը կառուցվում է, միայն թե այդ կերպ ձևակերպելով նախարարը ոչ թե նկատի է ունեցել բուն շինաշխատանքները, այլ այն, որ այդ ծրագիրն արդեն կառավարական սեղանին է։ Վարդենիսում կառուցվում է բժշկական կենտրոն եւ նորից ընդգծում եմ, որ կառուցումը իրենից ներկա ունի իր որպես շրջափուլերում նախագծի հաստատում, այնուհետև շինարարության մրցույթ, շինարարություն, ավարտական ակտ, լիցենզիա եւ շահագործում։ Թե երբ Վարդենիսի նոր բուժկենտրոնն իր դռները կբացի, նախարար Ավանեսյանն այնուամենայնիվ ժամկետներ չի կարող հստակեցնել։ Փոխարենը, թեև ֆինանսերի նախարարությունում հատուկ վերլուծություն չեն արել, նախարար Վահե Հովհաննիսյանը կարող է հենվել միջազգային փորձագիտական ուսումնասիրությունների վրա եւ ասել, որ համախառն ներքին արդյունքի վրա արհեստական բանականության ներդրումը մինչեւ 1% դրական ազդեցություն է ունենալու։ Ընդհանուր առմամբ գնահատվում է, որ արհեստական բանականությունը ունենալու է դրական ազդեցություն հնայի աճի հետ կապված, թեև կա որոշ մտավախություններ աշխատատեղերի հետ կապված, բայց նաև հնարավորություններ են ստեղծվում նոր տեսակի աշխատատեղերի ստեղծման առումով։ Այս համակարգերի հետ կապված որքան արագ մեր պոտենցիալը մեծացնենք, այդքան պրոցեսից շահած դուրս գալու շանսերը մեծ կլինեն, ֆիննախում են համոզված։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։